Ոչ մի գործողություն չի կատարվել, ոչ վկա, ոչ բան, տեղի ունեցել մի հատ փաստաթղթի զննում, այսինքն կաբինետային գործողություն։ Ինչ է ստացվում։ Մենք խաբում ենք դատարանը, ասում ենք գործ ունենք անելու, կորզում ենք կալանքը, հետո հանգիստ շունչ քաշելով նստում ենք, կարծես ոչինչ չի եղել, բացի պատասխանող։ Այսօրվա նյութերով ակնհայտ է, որ որևէ վկայի հարց չկա։ Ինքնին ապացուցվում է, որ կալանքի երկարացումից մինչ այս պահը ընկտի սրբազանը գտնվում է ապօրին կալանք, որտեղ ռիսկերը արդարացված չեն եղել։ Հիմա հարգարժան մեղադրողն ասում է, բան չի փոխվել, նախաքննական կալանքի շարունակում է պահպանվել հիմքերը։ Էն էլ ոնց է փոխվել, արմատապես է փոխվել։ Դատակոչված չի ոչ մի վկա, որոնց վրա ապօրինի, այսպես ասած, ճակերտավոր ազդեցությամբ էր ենթադրվում կալանքի հիմքը։ Չկա այդպես։ Հարյուրեն այդ վկաները, որոնց վրա կրածվում։ Մեղադրողն ասում է ապացույցներ հետազոտելուն խոչընդոտի։ Մեղադրական եզրակացության մեջ նշված է 4 ապացույց։ Ուժողների ցուցմունք եւ զննման արձանագրություններ տեսանյութ։ Հասկանալի է, որ տեսանյութերի զննումների տեսականորեն Իմ գնահատմամբ լուրջ չէ մտածել, որ ուժողների վրա սրբազանը կարող է ազդեցություն գործել։ Ինչպիսի ուժողների, ովքեր հանրահայտ փաստ են, վայելում են երկրի քաղաքական բարձրագույն իշխանության գոհանալությունը։ Մեդիա դաշտում հարցազրույցներ են տալիս, իրենց դիրքորոշումներն անկաշկանդ հայտնում են։ Նույնիսկ կարգալույց լինելուց հետո շարունակում են հակաեկեղեցական դրսևորել ու հանգարց մենք ասում ենք այս մարդուն սրբազանին կալանավորել, որ հանգարց շազդի ուժողի վրա։ Իսկապես, ես կխնդրեմ լրացուցիչ ուժողները դիրքորոշում ունենան։ Դուք մտածում եք, որ կարող եք փոխել ձեր ցուցմունքները, կարող է ազդի ձեր վրա սրբազանը։ Ես եմ նաև չարաշահման կոնտեքստում դատարանին ներկայացնեմ երկու բան։ Դեռևս հոկտեմբերի 24-ից ու նոյեմբերի 10-ից ուժողների նկատմամբ կիրառված է հատուկ պաշտպանության միջոց։ Իրենց ընտանիքի անդամների ուղեկցում եւ այլն եւ այլն։ Իմ գնահատմամբ մենք տրամաբանական հակասության մեջ ենք։ Պետությունը կիրառել է պաշտպանության միջոց, այսինքն ծախս անում բյուջեից, ոստիկանները տրամադրել, որ հսկեն ես մարդկանց։ Հետո ասում ենք սրբազանին կալանավորեք, որ հանգարց սրբազանը չազդի։ Այսինքն այս պաշտպանության միջոցները ինչին համար են ունեն պետք։ Այսինքն մենք ունենք լրացուցիչ երաշխիքներ, որոնցով հարգարժան մեղադրողը մտահոգություն հայտնում, որ հանգարց ուժողների վրա կարող է ազդեցություն լինի։ Պետությունն են գլխից պաշտպանել է։ Եվ այս միջնորդությունները նախաքննական, այս որոշումները նախաքննական կալանքների քննության ժամանակ չեն էլ ներկայացվել դատարան, այնինչ պարտավոր էին ներկայացնել։ Սա կորզելու հաջորդ դրսևորում։ Հիմա ինչ վիճակ ունենք։ Ունենք ընդհանրապես հարցաքննության ենթակա երկու ուժող, որոնց պետությունն ամբողջ ուժով պաշտպանում է։ Պաշտպանական միջոց է կիրառված, ուրիշ վկա չկա։ Բայց ասում ենք խոչընդոտ, ել խոչընդոտելը ոնց պիտի դրսևորվի։ Նույնիսկ տեսական հնարավորություն խոչընդոտելու դրսևորում։ Մենք այսօր չունենք։ Եվ ես գտնում եմ ոչ միայն կալանքի, այլև որևէ խափանման միջոցի կիրառման հիմք այս պահին վերացված է։ Ունենք ընդհանրապես մեկ հիմք, որ վկաների վրա կարող է ազդեցություն գործել տեսականորեն, այն էլ իսպառ չկա, այս գործում ոչ մի վկա չկա։ Տեսականորեն հարցաքննման ենթակային ուժող պաշտպանված են պետության կողմից եւ հավելյալ ասեմ, իսկապես լուրջ չէ մտքի ծերով անգամ անցկացնել, որ հանգարց կարող է Ստեփան Ասատրյանը կամ Արամ Այստախմազյանը փոխի իր ցուցմունքը սրբազանից ազդվելու։ Ու այս պայմաններում ենք հանգիստ միջնորդում ենք, ասում ենք սրբազանի պայքարը։ Դա շարունակականությունը արդարացված է։ Այսինքն գործը դատարան ուղարկելով արդեն ապացուցել ենք, որ արդարացված չէր նախորդ ռիսկերը դատարանի արձանագրած։ Պատվարժան դատարան, երկար բարակ չցանրացնեմ իմ գործընկերները կրվացնեմ։ Ես գտնում եմ, որ այս պահին որևէ խափանման միջոցի չկա եւ անհապաղ կալանքը ենթակա է վերացման։